Բարև ձեզ իմ սիրելի YouTube-յան հետևորդներ, դիտորդներ, ձեզ հետ ծովին արվեդայական թվահոգեբան և տարոլոգն է։ Նախ այսօր ուզում եմ մենք ամփոփում անենք, շնորհակալ եմ բոլոր հետևորդներին, ովքեր անհանգիստ են, թե ուր եմ ես զբաղված եմ իմ գործերով։ Նոր տարի անում եմ, թե ոչ, իհարկե, որովհետև ես նոր տարին մարտին եմ անում, ինչը ճիշտն է։ Բայց ես ուզում եմ շնորհավորել բոլորիդ նոր գալիք 2026 թվականը և ուզում եմ ձեզ պատրաստել դրան, որովհետև բավականին հետաքրքիր է լինելու, ես արդեն սա երրորդ կանխատեսումը որոշեցի անեմ, ընդհանուր ամփոփելով, թե թվագիտությամբ, թե աստրոլոգիայով, թե վեդայական թվագիտությամբ, ես ինչ եմ տեսել, բաներ կան, որ ես այդ մասին միայն խոսել եմ իմ Telegram կանալում, երեխաների հետ կապված, կանանց հետ կապված և այլն, որովհետև պետք է զգուշանալ, մանավանդ ես խորհուրդ կտայի 2026 թվականին անչափահասներին, երբ որ դպրոց եք ուղարկում, զգույշ լինեք, ես պատահական բաներ չեմ ասում, արդեն 10 օր է ես այս մասին խոսել եմ, մեկ ամսից ավել է ես այդ մասին կանխատեսել էի հենց այստեղ, ինչ է սպասվում ամբողջ աշխարհում կանխատեսումով եմ։ Մաղթում եմ իմ բոլոր հետևորդներին լավ օր, լավ տրամադրություն և ուզում եմ շարունակել իմ աշխատանքը։ Շատ մարդիկ կարող են վստահել աստղերին, դա արդեն կամ չվստահել, աստղերը պարտադրում են, բայց աստղերը կանխատեսում են, բայց չեն պարտադրում ձեզ, դա ճաշակի հետ է կապված, ովքեր սիրում են աստղաբանություն, հետաքրքրում է, ձգում է միստիկան, ինչը կապ ունի միստիկայի հետ, աստղաբանություն, տարոլոգիա, թվագիտություն, վեդայական, ըստ մարդկանց ճաշակի, ոչ մեկ ձեզ չի պարտադրում, զոռով չի կանչում, ամեն մարդ ինքն է ընտրում իր լսարանը, իր մասնագետին, թե ինչպիսի մասնագետ է, ինչպիսի արդյունքներ ունի և այլն։ Նոր հետևորդներին ես կցանկանայի, որպեսզի դուք նախ մի հատ ուսումնասիրեք իմ ալիքը, եթե ձեզ դուր է գալիս, կարող եք բաժանորդագրվել, ինչի համար ես ուրախ կլինեմ։ Նայեք իմ աշխատանքի արդյունքները իմ առաջի ալիքում, այնտեղ էլ կարող եք բաժանորդագրվել իմ երկրորդ ալիքում և այլն, որտեղ ես ունեմ բազմազան և բազմաթիվ բավականին շատ հետաքրքիր արդյունքներ, դա արդեն խոսում է իմ ծանրաբեռնված աշխատանքների մասին, որը իմ հալալ քրտինքն է։ Եվ այսպես, ես չեմ պաշտպանում որևիցե կանխատեսումների, որպեսզի ճշգրիտ գիտություն ընդունելը, մենք պարզապես այսպես հետաքրքիր ինֆորմացիա ենք ստանում, как посредник, միջնորդ վերին ուժերից և դա փոխանցում ենք ձեզ։ Երբեմն կարող եք ասել, հաճելի է ապագային նայել, նույնիսկ եթե միայն դուք հետաքրքրասիրությունից եք դրդված, հատկապես երբ մոտենում է ամանորը, եթե կցանկանաք գադավոյ տարվա կտրվածքով ընդհանուր ռասկլադ, խնդրեմ, մենակ 6-ին և 7-ին ես չեմ աշխատելու, 3-ից արդեն սկսում եմ աշխատել, մինչև 6-ը, 6-ին 7-ին ներողություն չեմ աշխատում, 8-ից հետո արդեն ես աշխատում եմ, կոնսուլտացիաներն ընդունում եմ, կարող եք բաժանորդագրվել, տարեկան կտրվածքով կանխատեսումները ստանալ։ Հիմա ես ուզում եմ սկսել իմ տեսանկյունից, թե ես ինչ եմ տեսել։ Եթե մենք նայում ենք աստղաբանորեն 2026 թվականը, կարող է ինքը խոստանալ լինել բավականին իսկապես շատ յուրահատուկ, որովհետև ավարտվում է 9 ցիկլը այսօր և մենք մտնում ենք լրիվ նոր
սկիզբ, լրիվ մաքուր թերթից էջից սկսած։ Գրեթե բոլոր հիմնական մոլորակները այստեղ կարող է փոխեն իրենց դիրքերը, կենդանակերպի, նաև նշաններում, կարծես տիեզերական խաղի նոր փուլ կարող են սկսել, հա։ Այստեղ միակ մնացած պահակակետը կարող է լինել Պլուտոնը, հա, որ կարող է շարունակել իր ճանապարհորդությունը ջրհոսի, այսինքն սոցիալական փոփոխությունների նշանի միջոցով։ Սակայն Պլուտոնը սա փոխակերպման մոլորակն է, ուստի նույնիսկ տարվա միակ հաստատունը փոփոխություն կարող է բերել, այստեղ տիեզերքի մնացած մասը նորացման ուղի է սահմանում։ Գլխավոր իրադարձությունները դա Սատուրնի եւ Նեպտունի հետ է, հա, աներևակայելիորեն այստեղ հազվագյուտ միացումն է։ Այս երկու մոլորակները միանալու են 2026 թվականի փետրվարին Խոյի 0-ական կետում կենդանակերպի ցիկլի հենց սկզբում։ Նման բան դարեդար շարունակ տեղի չի ունեցել։ Աստղագուշակները այս կոնֆիգուրացիան համարում են գլոբալ վերագործման նշան, այսինքն վերագործարարական նշան։ Այսինքն այստեղ գլոբալ գործընթացների վերագործարկում։ Խոյը առաջին նշանն է, բոլորս գիտենք, նոր սկիզբերի, քաջության եւ առանջընթացների խորհրդանիշն է։ Եվ Սատուրն ու Նեպտունը այստեղ միանալով հենց այս պահին կարծես թե կարող են բացել մարդկության պատմության մեջ բոլորովին նոր գլխի էջը, դուռը։ Տարին կարող է խոստանալ ձեզ դինամիկ լինել, տիեզերքը բառացիորեն պահանջելու է ձեզանից շարժում։ 2026 թվականին Ուրանը հեղափոխության, դա 0-ն է, եւ առաջընթացի մոլորակը նույնպես կարող է փոխել նշանները։ Իսկ ապրիլի վերջին այն վերջապես կարող է անցնել բավականին դանդաղաշարժ ցուլից դեպի, հա, պորտքուն երկօրյակներ, որտեղ կարող է մնալ մինչև 2030 թվականների սկիզբը։ Սա կարող է խոստանալ առաջընթացներ, հաղորդակցություն, տեխնոլոգիաներ, նորանոր կրթություն, ես խորհուրդ կտամ զբաղվեք, ձեզ կրթեք ինչքան շուտ այնքան լավ, եւ ճանապարհորդությունների ոլորտներում։ Երկօրյակները ամենադինամիկ այստեղ նշաններն են, եւ Ուրանը այստեղ կարող է լինել եւ փոփոխություններ բերի քամու նման, քանդելով հա հին հիմքերը։ Իսկ Յուպիտերը դա 10 է տարոքարտերով հաջողության անիվը, այդպես են ասում, հա, բախտի անիվ, եւ ընդլայնման մոլորակը նույնպես կարող է փոխել իր դիրքը 26 թվականին։ Այս տարվա առաջին հենց կեսը կարող է կանցկացնել խեցգետնի խնամքով, այսինքն ընտանեկան հարաբերությունների ջերմություն բերելով եւ հուզական անվտանգության ցանկություն առաջացնելով։ Իսկ հունիսի 30-ին այստեղ Յուպիտերը կարող է տեղափոխվել պայծառ առյուծի մեջ, բորբոքելով ստեղծագործական գիրքը, առատաձեռնությունը եւ ինքնադրսևորման ծառավը։ Յուպիտերի այս դիրքը կարող եմ ասել բարենպաստ կարող է լինել կարիերայի առաջխաղացման համար, հատկապես ստեղծագործական, հա, մասնագիտություններում։ Այնուամենայնիվ այստեղ Յուպիտերը սիրում է իր իրերը մեծ մասշտաբներով ընդունել։ Հա, այսինքն ինչպես կարող է մեծ մասշտաբով լավը տալ, այնպես կարող է կանգ առնել եւ որոշ մարդկանց մոտ ոչ մի փոփոխություն չլինել։ Նայած դու քեզ ինչպես ես պահել եւ նոր ցիկլին կդիմանաս դու թե ոչ։ Դրա համար պետք է շատ զգույշ լինել, որ լավատեսությունը չվերածվի անփութության, հատկապես ֆինանսների հարցում։ Իհարկե, այստեղ 2026 թվականը չի անցնի առանց իր սովորական աստղագուշական իրադարձությունների, Մերկուրին 3 անգամ կարող է լինել հետադարձ շարժման մեջ։ Այս ժամանակահատվածներում, որոնք միգուցե ավանդաբար տևում էին մի քանի շաբաթ, արժե ավելի մեծ ուշադրություն, որպեսզի բոլորը դարձնեք փաստաթղթերին, տեխնոլոգիաներին
եւ համաձայնագրերին ամեն ինչ պլանավորելով բավարար ժամանակով։ Այնուամենայնիվ այստեղ Մերկուրի հետադարձ շարժումը լավ է, քանի որ այն թույլ է տալու մարդկանց վերանայել իրենց ընտրած ուղին։ Եվս մեկ բան, այստեղ Վեներան նույնպես կարող է փոխել իր ընթացքը տարվա վերջում, այն կարող է լինել հետադարձ շարժման մեջ մոտավորապես հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին։ Ընդհանրապես կարող եմ ասել, որ այդ ընթացքում մարդիկ կարող է հաճախ զգան ինչ-որ փող վատնելու, եւ ցանկացած մեկին տպավորելու ցանկություն։ Ուստի աշնանը այստեղ խորհուրդ կտայի տրվել ավելի ընդհանրապես զգուշ լինել, որպես խորհուրդ եմ տալիս, ձեր ծախսերի հետ եւ խուսափեք սիրո հետ կապված վերաբերյալ շատ ինչ-որ որոշումներ կայացնելուց արագ։ 26 թվականը նաև նոր սկիզբերի տարի է, շատերը կարող զգան, որ նախորդ փուլը ավարտվել է եւ պատրաստ լինեն նորից ամեն ինչ զրոյից սկսելու։ Ոմանք նաև շատերը կարող են փոխել իրենց աշխատանքը կամ կենսակերպը, մինչդեռ մյուսները կարող են համարձակ փոփոխություններ կատարել եւ ռադիկալ փոփոխություններ, որ նայում ենք թվաբանական տեսանկյունից 2026 թվականը նաև նոր ցիկլի սկիզբ է թվում, եթե գումարում ենք տարվա բոլոր թվանշանները, 2 գումարած 0, գումարած 2, գումարած 6, ստանում ենք 10, դա գալիցով ֆորտունան է, մեկին գումարում ենք 0, ստանում ենք մոգի քարտը, Այստեղ այս թվերը խորհրդանշում են սկիզբ, անկախության հետ է կապված առաջնորդության, մարդու խոսքի, տեղ հասցնելու, մարդկանց իրենց հետևից ստանելու հետ։ Նաև խոսում է առաջնորդության մասին, եւ ես կարծում եմ, սա նաև շատը վերաբերվելու է ամբողջ աշխարհում լիդերների հետ կապված, ոչ այնքան հաճելի նրանց կյանքում իրադարձություններ են, ուստի չի բացառվում նաև լինեն մահեր, որ լսեք լիդերների հետ մահեր մի զարմացեք, տարօրինակ ձևով մահերի մասին է խոսքը։ Այստեղ զարմանալի չի, որ թվաբանները կարող են մտածեն, որ 26 թվականը կարող է նշանավորվել նախորդ 9 տարվա ցիկլի հետ կապված, զարգացման ավարտը եւ նոր ցիկլի սկիզբը։ Երբ ցանվում են ապագայի սերմերը, հետաքրքիր է, որ հենց մեկ թվի այստեղ տատանումները կարող են կապված լինել նաև արեգակի էներգիայի, մեկը նաև դու ես արեգակը, նաև մեկը դա լիդերներն են։ Ուստի կարելի է այսպես ասել, որ 2026 թվականը կարող է գերիշխել արեգակը, որը խթան կարող է հանդիսանալ ինքնաճանաչման եւ ակտիվ փոփոխությունների համար։ Խորհուրդ կտայի մինչև ընդհանրապես, տարվա սկզբին ամփոփեք, որ սովորությունները, հարաբերությունները եւ նախագծերն են սպառել իրենց օգտակարությունը, ինչն է ձեզ խանգարում եւ խանգարում ձեր աճելուն, միգուցե նորն է պետք։ Լավագույնն է ավարտին հասցնել եւ թողնել անցյալի բեռը կրող ամեն ինչ, նորի համար տեղ ազատելու համար։ Ստե պատահական չի, որ հենց մեկ թիվը գալիս է անմիջապես 0-ից հետո, իսկ 10-ը գալիսով ֆորտունան, պարունակում է եւ 1-ը եւ 0-ն, նշանակում նախորդ փուլի ձեր ավարտը, իսկ 1-ը առաջին քայլը դեպի առաջ։ Տարոյի ավանդույթի համաձայն այստեղ յուրաքանչյուր տարին նշանակվում է մեծ այս արկանումի քարտը, որը հավասար է իր թվանշանների գումարին։ 2026-ի համար սա 10-ն է, այսինքն 2-ին գումարած 0, գումարած 2, գումարած 6, դա անում է 10, գալիսով ֆորտունի տարող քարտերով, բախտի անիվը։ Այս քարտն ինքն իրեն հզոր ուղերձ կարող է կրել, նաև կապ ունի ճակատագրի հետ, եւ ճակատագրի անիվը կարող է պտտվել եւ ոչինչ չկանգնել։ Խոսքի օրինակ, ինչ որ մեկի մոտ շատ լավ էր գործերը, նայած դու ինչ ես արել այդ 9 ցիկլում, չգիտես որտեղից
կանգնում է, սրանք ֆակտորներ են, ուրեմն դու այդ 9 ցիկլը ճիշտ չես ապրել եւ հունցքի ժամանակը գալիս է։ Կարծում եմ հասկանում եք, հա։ 26 թվականը կարող է նշանավորել մեծ փոփոխություններով եւ անսպասելի հնարավորություններով։ Տիեզերքը կարող է մեզ հրավիրել կամ հրավեր ընդունել ճակատագրի շրջադարձերն ու պտույտները ճկունությամբ եւ կյանքի բնական ընթացքի հանդեպ հավատով։ Այստեղ խցանված իրավիճակները կարող են փոխվել, ասենք ով անցել է բավականին շատ տանջված պերիոդ, իր սխալները ընդունել է, գալիս է հնձելու ժամանակը, դուք կարող եք նաև հաջողակ դառնալ, ճանաչվել եւ այլն։ Երկար ժամանակ փակ դռները հանկարծակի ձեզ մոտ կարող են բացվել, այն ինչ կանգ էր առել կարող է հանկարծակի բավականին մեծ թափ առնել։ Եվ հակառակը որոշ ծանոթ հիմքեր կարող են ցնցվել, ստիպելով մեզ նոր ուղղություններ փնտրել։ Այստեղ կարևոր կլինի, որպեսզի հասկանաք, որ բախտի անիվն ունի նաև կարմայական կողմ, ինչ ցանում ես, այն էլ հնձում ես, սա ճակատագրի հետ մեծ կապ ունի։ Այն ապարդյուն չի կոչվում ճակատագրի անիվ։ Ամեն ինչ, ինչ մենք ցանել ենք վաղ ժամանակում, վերադառնում է 2026 թվականին որպես պարգև մեզ կամ դաս։ 3 տարբեր մոտեցումների ես ձեզ տվեցի, որպեսզի դուք հասկանաք, հա, իմ սիրելի հետևորդներ։ Անցած տարիները բավականին դժվար են եղել 20 թվականից սկսած, հա, մեր բոլորիս համար սկսած հենց 20 թվականից կորոնավիրուսով բավականին շատ տարբեր տհաճ դեպքեր եղան կապված երկիչների կյանքում ճակատագրական փոփոխություններ, ոչ այնքան հաճելի, կենդանիների հետ ենք կապված տեսնում անոմալ երևույթներ, ինչը ես եւս գրի եմ առել ինձ մոտ, դա կատակակլիզմերել են սպասում, որովհետև դա բնությունն է արտնացել եւ բնությունն է հաշվի հարթար տեսնելու մարդու հետ։ Ինչու՞։ Որովհետև մարդը ինչ ստեղծել է բնությունը, դա հավիրում է, հենց իր սեփական ձեռքով, ուղեղով, չարությամբ, նախանձությամբ, ատելությամբ եւ այլն, վնասելով կենդանիներին, մարդկանց, չկամենալով բարի մարդկանց լավը, աղտոտելով ինչ շուրջն է, անգամ բերանից, ահա խոսքերը աղետ բերելով մարդկանց։ Հաջորդ տարին կարող է բոլորը մտածեն շատ լավ է լինելու, բայց ոչ բոլորի համար։ Կհիշեք, ես իմ առաջի ալիքումից, թե այստեղ չեմ հիշում, էկոնոմիստ թերթից էի խոսում, որը հանելուկային Ամերիկայում նշաններ էին տվել, որպեսզի մարդիկ հասկանային, թե ինչ է սպասվում ամբողջ աշխարհին։ Ուրեմն դա բրիտանական հենց ինքը The Economist ամսագրի շապիկի վրա է եղել պատկերված, բավականին խորհրդավոր, որ ես ձեզ ցույց եմ տվել։ Դա հենց Ռոթշիլդների խոսափողն է, այդպես նրանք հասկացնում են, թե ինչ մեսեջով են իրանք ուղարկում, ինչ է սպասվելու։ Դրանք սկիզբ են առել տարիներ առաջ, աշխարհի տարբեր անկյուններից այստեղ փորձագետները ենթադրություններ են անում այն մասին, թե ինչ է սպասվում մեր մոլորակին գալիք տարում բառացիորեն, մանրադիտակի տակ ուսումնասիրելով գծերի եւ խորհրդանիշների այդ բաց սիմվոլները, ցանցը։ Մենք տեսել ենք հրթիռներ, տանկեր, շատ վախենալու պատյան։ Հաջորդ տարին ավելի քաոսային է, քան այս մեկը։ Կարծես թե այս տարին լիովին անկազմակերպ կլինի, բայց ոչ, հա, կա զանգվածային անվերահսկելի տեխնոլոգիական զարգացում։
ամբողջ աշխարհում կարող են բռնկվել բազմաթիվ ռազմական հակամարտություններ։ Ես նաև խոսել էի, որ 26 թվականին հնարավոր է Ուկրաինան Ռուսաստանի հետ հենց կապիտուլյացիա կնքի եւ ավարտի ու բզիկ կանեն կողքից ում ինչ պետքա կվերցնի հողը։ Նվազագույն ստեղ վերահսկողություն նույնիսկ որոշ աստիճանի բլոկային բախում, կարող է լինել։ Այնտեղ կան նկարներ կապված ասեղների հետ, դեղահաբերների հետ, հնարավոր է հարց կարող է տակ, իսկապես եւս մեկ համավարակ լինի, բայց ոչ որոշ չափով անհամոզիչ հավաստիացում է տալիս էկոնոմիստը այդ ամսագիրը։ Ես ուզում եմ մի հետաքրքիր բան ասել, որ 2026 թվականին քաշի կորուստի համար նախատեսված միջոցների բում կարող է լինել, դրանք կարող են ընդունվել նույնիսկ մի փոքր ավելորդ քաշ ունեցող մարդիկ, ներարկումները կարող են փոխարինել դեղհաբերներին եւ այս միտումը կարող է տարածվել բոլորի վրա, նույնիսկ կենդանիների տերերի վրա, այնպես որ պետք է ուշադիր լինեն նաև տերերը իրենց կենդանիների համար։ Ես սա ինչու եմ ասում, որովհետև սա պատահական չի, որ ես այս մասին խոսում եմ։ Հետագայում նաև հնարավոր կլինի 26 թվականին դուք ռոբոտիզմի հետ կապված շատ բաներ կտեսնեք, ինչ կարող է ձեզ զարմացնել, նոր բաներ են զարգացնելու, որտեղ որ կարող է խոսքի օրինակ, եթե ապտեկայում աշխատողներ կային, ապտեկայում այդ վաճառողուհիների տեղը կարող են հետագայում աշխատել ռոբոտները եւ շատ մարդիկ կարող են հետագայում մնալ անգործ։ Սրան ուշադրություն դարձրեք, ես արդեն 4-րդ տարին է, որ բավականին շատ եմ ասել, ինչքան կարող եք կրթել ձեզ, որովհետև իմաստուն եւ կրթված մարդիկ են առաջնային լինելու։ Անիմաստ ես երբեք ոչինչ չեմ ասել։ Այստեղ ինչն է հետաքրքիր, որ արդարության համար պետք է նշել, որ դանիական բանկը կարող է քննարկել ոչ միայն նման հետաքրքիր հարցեր, նաև կապված բանկերի հետ, փոխարժույթների հետ, ասում են, որ վերլուծաբանները վստահ են, որ Մեծ Բրիտանիան այս կամ այն կերպ կարող է վերադառնալ Եվրամիություն։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանում այդ կապիտուլյացիան երբ կընկվի 26-ին, ուրեմն Ուկրաինայի հետ նաև հնարավոր կլինի մեկ այլ երկու երկիր բախվեն իրար։ Ես այդ մասին խոսել եմ եւ այստեղ չի բացառվում դա Իրանի հետ կապված լինի եւ այստեղ մենք արդեն կհասկանանք երկու մուսուլմանական երկրի մասին է խոսքը, Նաև հաջորդ տարի 2026-ին նաև հանկարծակի կարող է գալ քվանտային թռիչք, լսած կլինեք, նաև համակարգիչները, որոնք կարողանան հեշտությամբ կոտրել երեկվա թվային անվտանգության մեխանիզմները, որովհետև այս սցենարում ոսկու գաղտնաբար չպահանջվող հիմնական ակտիվ գինը կարող է հասնել 5-անիշ թվի։ Ամենաշատը կարող է տուժել կրիպտոարժույթը, բորսաները կարող են սառեցվել, կանխիկացումը հաճախորդների արտահոսքի պատճառով, իսկ բիտքոինը, ինչպես ասում են, գինը կարող է նվազել գրեթե 0-ի, այսպես եմ ես տեսնում։ Իսկ արհեստական բանականությունը կարող է փրկել բոլորին, այն կարող է դառնալ աշխարհում խոշորագույն ընկերներից մեկի գործադիր տնօրենը եւ ըստ տարբեր կանխատեսումների այն կարող է տանել այնտեղ խոսքի օրինակ, եւ ի վերջո ամբողջ մարդկությանը դեպի բարգավաճում կամ ընդհակառակը այն այնպիսի քաոս կարող է առաջացնել, որ մոլորակը կարող է դառնալ անխուսափելի։ Ուրանը ամռանը կարող է փոխել իր կենդանակերպի նշանը,
տեղափոխվի երկվորյակների համաստեղությունը եւ այսպես բոլոր նոր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, այս ամենը կարող են դառնալ նորմա առաջիկա երկար տարիների ընթացքում եւ մենք պետք է ընդունենք սա։ Հա, ես նաև տեսնում եմ, որ այլ վաճառողներ էլ կարող են մնան անգործ հետագայում մինչև 30 թիվը ցավոք սրտի։ Դրա համար եմ ես խորհուրդ տալիս շատ գիտելիքներ հոգևոր ձեռք բերեք, ձեզ զարգացրեք, որպեսզի հետագայում անգործ չմնաք։ Բավականին ցավալի փաստեր եմ ասում, բայց իրականությունը սա է։ Եվ մենք պետք է սա ընդունենք։ Երբ արհեստական բանականության ընթացը կարող է հանգեցնել գերիշխանության, այստեղ ռոբոտները կարող են սկսել խլել մարդկանց աշխատատեղերը, իսկ արհեստական բանականության տեխնոլոգիաները կարող են զբաղեցնել տնտեսության ամենակարևոր ոլորտներում։ Այստեղ կարևորագույն խոսքի օրինակ պաշտոններ, եթե իհարկե այլ մոլորակայինները անունակի, որ ասում են, հա, դա չանեն ավելի շուտ։ Սեպտեմբերի 11-ին ստեղ ահաբեկչական ինչ-որ հարձակումներ նաև կարող են լինել հենց Միացյալ Նահանգներում և չի բացառվում հենց աֆրոամերիկացիների նահանգի ի հայտ գալը։ 26 թվականին մարդկությունը կարող է բախվել նոր մարտահրավերների, աննախադեպ բնական աղետների, որոնք կազդեն երկրի մակերևույթի 8%-ի վրա։ Հիմնական հարցը դա այն է, թե որոնք են դրանք։ Արևմտյան մասում այստեղ հնարավոր է Մարսե իշխի աստղերի մեջ մարդկային արյունը կարող է ներքի սրբավայրերը։ Արևելքից կարող են բարձրանալ, ինչպես ասում էին, 3 կրակ, մինչդեռ արևմուտքը կարող է ընկղմվել խավարի մեջ։ Սա ինչ կարող է նշանակել, որ առջևում մեծ պատերազմ է սպասում Թայվանի համար։ Եվ այստեղ Մարսը իսկապես կարող է իշխել աստղերի մեջ 2026 թվականին։ Մոլորակը այստեղ տարվա երկրորդ կեսին հստակ տեսանելի կարող է դառնալ երկնքում եւ այստեղ շատ հարցեր մարդիկ կարող են պատասխաններ իրենց տված հարցերին ստանալ։ Նայեք, կարմիր մոլորակը դա Նեպտունն ու Սատուրնը, որոնք կարող են մտնել Խոյի համաստեղություն 26 թվականին, սա կարող է տեղի ունենալ միայն 164 տարին մեկ։ Վերջին անգամ, երբ այս մոլորակային կոնֆիգուրացիան ասում են տեղի է ունեցել նախագահ Լինքոլնի, երբ վերացրել է ստրկությունը Միացյալ Նահանգներում։ Առաջին համաշխարհային հենց ցուցահանդեսը ասում են տեղի էր ունեցել հենց Լոնդոնում, իսկ ռուսական կայսրությունում բացվել է ձմեռային այգի։ Պետք է մենք այստեղ ուշադրություն դարձնենք իհարկե ինչին, Յուպիտեր մոլորակին։ Մեզ համար Յուպիտերը խոշոր իրադարձությունների մոլորակն է։ 10 թվի մասին եմ խոսում, գլոբալ յուրաքանչյուր երկրի համար, Այն կարող է գտնվել 10-րդ տանը, սա Յուպիտերի լավագույն դիրքը կարող է լինել։ Ես հույս ունեմ, որ մեր կոնկրետ երկրում կարող են տեղի ունենալ գլոբալ մի բան, երկրի համար շատ կարևոր ինչ-որ իրադարձություն, Մարսն ու Պլուտոնը եթե լինեն մեր 4-րդ տանը։ Սա կարող է նշանակել, որ երկրի ներքին ռեսուրսները կարող են աճել և դեպի լավը գնալ, Դա կարող է նաև էմիգրացիայի հետ ինչ որտեղ կարող է կապ ունենալ աճը, զարգացումը մեզ մոտ։ Ձյուտարին ըստ չինական օրացույցի կարող է սկսվել միայն փետրվարի 17-ին 2026 թվականին, այնպես որ դեռ ժամանակ կա պատրաստվելու, Ընդհանրապես բախտի անիվը տարոյի քարտերի
համաձայն միշտ ասում է ճակատագիրը կարող է 2026 թվականին խառնվել հենց այս 10 թիվը յուրաքանչյուրիս կյանքում եւ բերել բավական անսպասելի իրադարձություններ։ Դրանք կարմիչսկի են լինելու եւ ոչ մեկ չի կարող փախնել դրանից, ինչպես լավը, դրականը այնպես բացասականը, հա։ Դրա համար պետք է շատ մարդիկ միգուցե բախտավոր լինեն, հանդիպեն իրենց կյանքի կեսին, եթե կանգ էր առել ձեզ մոտ ինչ-որ բան, ձեզ մոտ ավելի լավը գնա։ Այստեղ բախտավոր կարող են լինել նապաստակները, օձերը, ցուլերը, տարիով եւ կապիկները, այստեղ բավականին զգուշ պետք է լինեն, բայց 60 տարին մեկ կատարվում են ճակատագրական փոփոխություններ, իմպուլս հետա քայլեր անել պետք չէ։ Եթե գումարենք գալիք տարվա, հա, բոլոր թվերը ստանում ենք 10, այստեղ բախտի անիվը, տարող քարտերի համակարգում, հենց առաջին մեկ թվի հետ կապված, դա երկար ճանապարհորդության նաև սկիզբ կարող է լինել։ Այս ռիթմը, որը մեզ կարող է ուղեկցվել, հա, յուրաքանչյուրիս, միգուցե անհանգստություն որոշ մարդկանց մոտ լինի, որոշ մարդկանց մոտ ինչ-որ բաներ ավարտվի, նոր բաներ սկսվի, հա, փոխվի, այսինքն տեղը ազատվում այս տարի 25 թվականին նոր 2026 թվականի համար, խոսքի օրինակ ձեզ համար 25 թվականին սա շատ դժվար էր, 26-ին ձեզ համար կարող է հեշտ լինել։ Ինչ կարող եմ ձեզ ասել, ես խորհուրդ եմ տալիս անսպասելի բաները շատ կարող եք տեսնել, ցավոք սրտի, ամբողջ երկրագնդով, այլ ոչ թե Հայաստանում, դրանցից մեկը կարող է լինի խոսքի օրինակ, դրսում ինչ-որ սեքսուալ, սենց բնույթի գործողություններ կարող է տեսնեք, էլ կենթանու հետ, էլ մարդու հետ, հա, բացահայտ, մի զարմացեք, որովհետև սա նոր դարաշրջան է լինելու և ոչ մեկս ապահովագրված չենք, այսպիսի տարօրինակ բաներ են լինելու, բացի դա ես էլի շատ կարևոր բան, որ տեսել եմ ուզում էի հիշեի իմ կանխատեսումներից, դա կարող է կապ ունենալ, այո, խաբեությունների հետ, որովհետև խաբեությունները բավականին շատ են լինելու, շատ, դրանք են մարդիկ չեն, ինչ իրականում իրենց ձեզ ներկայացնում են, կստացի ես ուզում եմ նաև թվագետների հետ կապված շատ լուրջ զգուշացում անել, որովհետև դա ես վաղուց եմ նկատել, որ նրանք կարող են այն չլիներ, ինչ ձեզ իրականում ներկայացնում են, սենց գեղեցիկ մատուցելով և դուք հետագայում կարող եք լուրջ պրոբլեմներ ունենաք, փոշմանեք այն մարդուն, ում ընտրել էիք ձեզ որպես ուսուցիչ, հասկանալով, որ այդ մարդը սուտ է, այդ մարդուն միայն ֆինանսներն ու գումարներն են հետաքրքրում և այդ մարդիկ ոչ մի կապ չունեն թվագիտության հետ, այո, ես այսպիսի բաներ եմ տեսել, որ մարդիկ բիզնես են նայում թվագիտությունը, հա, փորձելով ինչքան կարող են շատ գումարներ հայթայթել, ոչ, ով մաքուր աշխատես ինքն առաջ գնալու, իսկ եթե դու շարունակում ես քո կարման ցիկլը ավարտելով սխալներդ նորից բերելով այս տարի, քեզ մոտ կարող է կանգնել, կապ չունի, դու թվագետ ես, աստղաբան ես, տարոլոգ ես, թե ինչ ես, հա, այլ մասնագիտություններում եւ այլը, բախտի անիվը սիրում է նախ համարձակներին, երկրորդը դա կարմայի մասին էլ է խոսում, զգուշ եղեք նաև կարող է գայթակղիչ առաջարկություններ ձեզ անեն, բայց հետագայում ինչ-որ տեղ եք գնում և ձեր անձնագրերը վերցնում են ձեր ձեռքից և սկսում են, սա թրաֆիքինգի մասին է խոսքը, աշխատացնել, չեմ ուզում շատ լայնածավալ ասեմ, դուք արդեն կարող եք ամեն ինչ հասկանալ,
Ուշադիր եղեք մանկապարտեզներում, ուշադիր եղեք դպրոցներում ձեր երեխաների հետ։ Սա ամբողջ աշխարհի համար կանխատեսումներ կապ չունի Հայաստանի, թե ամբողջ աշխարհի, որովհետև այնինչ ես ասում եմ, ես դա տեսնում եմ եւ ես թվերով, տարոքարտերով, վիբրացիաներով շատ լավ դա ինձ վրա զգում եմ եւ ես դա փոխանցում եմ ինֆորմացիան վերևից ստանալով ձեզ, իսկ ինչպես դուք կվարվեք, ես արդեն պասրիետնիկ եմ, միշնորդ, ես զգուշացրեցի։ Ամենակարևորը եղեք լավատես, եղեք ձեր շուրջը ուշադիր, հին սխալները անցյալի էլ երբեք չկրկնեք, աշխատեք սառը դատեք, էմոցիաները կարող են ձեզ կործանել, ինչը հիմա ես բավականին հաջողանում եմ։ Այսօր այսքանը սիրելիներս, կհանդիպենք 2026 թվականին իմ հաջորդ լայվի ժամանակ։ Այսօր այսքանը, շնորհավորում եմ բոլորիդ, մեր ազգի, նոր տարին, հիշելով մեր հերոս տղաներին, ես միշտ դա հիշում եմ, ես ինքս նոր տարի չեմ անում, իսկ ովքեր անում են, մի պահ կանգ առեք, հիշեք ձեր մահացած, ձեր երկրի համար դուրս տված տղաներին, նրանցից շնորհակալություն հայտնեք, որ դուք այսօր ողջ առողջ եք, նրանց շնորհիվ, այսօր այսքանը լավ եղեք։